Ժողովուրդ, սա երեկա, սա ծաղիկներն են, որոնք չեն վաճառվել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը փակել է մուտքը հայկական ծաղիկների։ 100,000 ծաղիկ երեք մնացել են այսպես։ Վաղնել են մնալու, մյուս օրն էլ։ Ջերմոցները կանգնում են։ Գյուղերում մարդիկ, ովքեր հույս ունեին իրենց ապրանքը արտանել դուրս, չեն կարողանալու, այս վիճակն է լինելու։ Գիտեք սրա պատճառը ինչն է բերել սրան։ Մի անհաշվենկատ մարդ գնացել է աշխարհի թիվ 1 մեծությամբ երկրի առաջնորդի մոտ ու չի կարողացել ճիշտ պայմանավորվի։ Փաշինյանի այցելությունը եւ հարաբերությունների խզումը հյուսիսային երկրի հետ բերելու է այս պատկերին, ժողովուրդ։ Ես վատ լուր եմ ասում, բայց սա ճշմարտություն է լինելու։ Խնդրում եմ, ուշադիր եղեք։ Նա կտրեց մեզ հայրենիքի եռամիասնությունից վերցրեց Արցախը, այսօր իրական Հայաստանով կտրում է մեզ Սփյուռքից, իսկ հիմա կտրում է տնտեսական մեր գործընկերներից, որը ինքը չի սարքել, որը հայ գյուղացին է իր աշխատանքով այդ գործընկերոջը գտել, արտադրել է եւ վաճառել հարյուրավոր մարդիկ։ Այս տեսարանը վաղը մյուս արտադրողներին է կպնելու։ Ուշադիր լինենք, ընտրենք առաջնորդ, ով կկարողանա պայմանավորվել աշխարհի մեծերի հետ, ով գլուխ չի դնի փոքր հարցերով, փոքր կինախնդրությամբ չի փչացնի հարաբերությունները, որպեսզի էջմիածնի գյուղերը զարգանան։